Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը, 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Այսօր մայիսի 28-ին Հայաստանում նշվում է Հանրապետության տոնը։ 107 տարի առաջ հենց այս օրը հայ ժողովուրդն իր մայր հայրենիքում գրեթե հազարամյա ընդմիջումից հետո կրկին կարողացավ անկախ պետականություն ձևավորել, ինչը շրջադարձային իրադարձություն էր հայոց նորագույն պատմության մեջ։ Օրվա առթիվ Սարդարապատից շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանը, կրկին համոզմունք հայտնելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Մենք հաղթահարել ենք կորուստների պատմության շրջափուլը եւ թեւակոխել ենք ձեռքբերումների պատմության մի խոստումնալից դարաշրջան։ Հոռետեսությունն ու հուսահատությունն այլևս Հայաստանի Հանրապետության ուղեկից չեն։ Խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ ուղեկիցներ, պատերազմ չի լինելու է խաղաղություն, ասել է նա։ Փաշինյանը նաև պնդել է, որ 29743 քառակուսի կիլոմետր միջազգայինորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտությունն է, իսկ մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս։ Հանրապետության օրվա առիթով շնորհավորական ուղերձներով են հանդես եկել նաև երկրորդ եւ երրորդ նախագահները։ Ռոբերտ Քոչարյանը համոզմունք է հայտնել, որ Սարդարապատի ոգին մեր ժողովրդից օտարելն անհնար է եւ վտանգավոր այդ փորձը կատարողների համար։ Սարդարապատի միասնության եւ կազմակերպվածության օրինակը վստահ եմ մեզ դեռ ոգեշնչելու է դուրս գալ այս հուսահատությունից, շենացնել, հզորացնել մեր երկիրը, վերականգնել մեր արժանապատվությունը, նշել է երկրորդ նախագահը։ Սերժ Սարգսյանն էլ նշել է, որ հայ ժողովուրդը հաղթեց մայիսյան հերոսամարտերում, քանի որ ի թիվս այլնի հաղթանակ չխոստացող ամեն տեսակ ռացիոնալ հաշվարկները պարտվեցին արժանապատիվ ապրելու աներեր կամքին, հավատը ուժեղ գտնվեց վախից, ազատատենչությունը հաղթեց հոռետեսությանը, ազգային պատասխանատվությունը բարձր դասվեց հարմարվողականությունից, իսկ ժամանակավոր կորուստները չդարձան պարտության հետ հարմարվելու պատճառ, այլ մղիչ ուժ շարունակելու պայքարը։ Փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալ զավակներին, ովքեր բոլոր ժամանակներում հավատով ու վճռականությամբ պայքարել եւ հաղթանակներ են կերտել։ Փառք նրանց, ովքեր դեռ նոր հաղթանակներով կերտելու են արժանապատիվ, ազատ ու անկախ հայրենիքի վաղվա օրը, ասել է նա։ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվել է Արտակ Զենյալյանի թեկնածությունը կառավարության որոշմամբ։ Այս մասին տեղեկանում ենք կառավարությունից։ Ապրիլին դատավորի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել Վահե Գրիգորյանը։ Արտակ Զենյալյանը միջազգային իրավունքի մասնագետ է, 2018-ից 2019 թվականներին զբաղեցրել է Արդարադատության նախարարի պաշտոնը, ավելի վաղ ազգային ժողովի падգամավոր է եղել։ Նա նաև Միեդում գերիների շահերն է ներկայացնում։ Զենյալյանը Երևանի ավականու անդամ է Հանրապետություն խմբակցությունից, նաև Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը նախաձեռնած խմբի Եվրաքվեի ներկայացուցիչ։ Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։ Նա նաև նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրումը բխում է Մոսկվայի շահերից։ Ռուսաստանը պատրաստ է աջակցել կողմերին պայմանագրի ստորագրման հարցում, ընդգծել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը։ Նշենք, որ օրերս էլ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն էր հայտարարել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է եւ Միացյալ Նահանգները փորձում է այն կանխել։ Հանրապետության տոնը շնորհավորել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դկոլտինին։ Այսօր մայիսի 28-ին նշում ենք պատերազմից, ցեղասպանությունից եւ կայսրություններից մազապուրծ եղած Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը։ Կեցե հանրապետությունը եւ կեցե ազատ, ինքնիշխան եւ ժողովրդավարական Հայաստանը, գրել է նա X-ի իր միկրոբլոգում։ Դեսպանը եւս մեկ գրառում է արել նշելով. այսօր Հայաստանի իշխանությունների կողքին մենք ողջունեցինք Սարդարապատում տարած հաղթանակով հնարավոր դարձած Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումը։ Բռնազավթված Արցախի հանրապետության տարածքում Ադրբեջանը հերթական օդանավակայանն է բացել, որը միջազգային կարգավիճակ է ստացել։ Օդանավակայանը բացվել է Քաշաթաղի Լաչինի շրջանում, որին մասնակցել են Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները, ինչպես նաեւ Պակիստանի վարչապետը։ Օդանավակայանը գտնվում է 1800 մետր բարձրության վրա, այն գտնվում է Բերձորից 30 կիլոմետր, Քարվաճարից 60 կիլոմետր եւ Շուշիից 70 կիլոմետր հեռավորության վրա։ Հիշեցնենք, որ 2021-ին Ադրբեջանն օդանավակայան էր բացել Վարանդայում, Ֆիզուլիում, իսկ 2022-ին Կովկասականում, Զանգելանում։
Թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Էրդողանը այս օդանավակայանների բացմանը ևս մասնակցել է։ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը պարզաբանել է, թե ինչու Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի պատվիրակության հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի ընթացքում արարողակարգային ուղեկցում չի եղել։ Չէի անդրադառնա հարցին, բայց տեսա, որ մամուլում 1-2 հրապարակումներ կան։ Ինչպես տեղեկացրել էինք, Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի պատվիրակությունը ժամանել էր Երևան քաղաքական խորհրդակցությունների համար։ Ակնհայտ է, որ այցը պաշտոնական չէ, իսկ նման դեպքերում այցի ծրագրում խորհրդակցություններից բացի այլ բաղադրիչ, այդ թվում այցելություն ծիծեռնակաբերդ ներառվում է այցելող կողմի նախաձեռնությամբ եւ արարողակարգային ուղեկցում չի ենթադրում։ Իսկ մանիպուլյացիայի մակարդակի մեղմ նկարագրության համար հիշեցնեմ անցած տարվա նոյեմբերին Հայաստան պաշտոնական այցով ժամանած Լեհաստանի նախագահի ծիծեռնակաբերդ այցելությունը, ինչպես նաև ձեր ուղարկած հրապարակման նույն օրերին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ուղեկցությամբ Ֆրանսիայի նախարարի այցելությունը ծիծեռնակաբերդ, որը կարծես բավարար չափով լուսաբանվել է, ասել է Բադալյանը թերթայեմի հետ զրույցում։ ԱՄՆ պաշտպանության հետախուզական գործակալությունը մտահոգություն է հայտնել վերջին տարիներին Հարավային Կովկասի տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության աճի կապակցությամբ։ Գլոբալ սպառնալիքների վերաբերյալ գործակալության վերջին զեկույցը ցույց է տալիս, որ Ռուսաստանին գրեթե հաջողվել է վերադարձնել Վրաստանը իր ազդեցության գոտի։ Գործակալությունը նշում է, որ կառավարությունը վրացական երազանք կուսակցության գլխավորությամբ ստեղծել է պայմաններ, որոնք թույլ են տալիս Ռուսաստանին ուժեղացնել իր ազդեցությունը երկրում, հատկապես անցյալ տարվա հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։ Ըստ հաղորդագրության Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները անցյալ տարի մնացել են լարված եւ Հայաստանը զգուշացրել է հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից հնարավոր դուրս գալու մասին։ Փաստաթղթում նաեւ ասվում է, որ Ռուսաստանը տեղեկատվական գործողություններ է իրականացրել վարկաբեկելու հայկական ժողովրդավարությունը եւ նրա առավել արևմտամետ ղեկավարությունը։ Զեկույցում Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունների վերաբերյալ գնահատականներ չկան։ Այսօր մայիսի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում ժամը 09:20-ի սահմաններում հյուսիս-հարավ նոր կառուցվող ավտոճանապարհի հարավ-արևմտյան թաղամասի տարածքում բախվել են Nissan X-Trail եւ VAZ 2104 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամչյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Վիրավորին առաջին օգնության են հասել քաղաքացիները եւ ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած շտապ օգնության բժիշկներն ու փրկարարները։ Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, այնուհետև փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել բախման հետևանքով կողաշրջված 04-ի գազաբալոնը եւ տեղում իրականացնում են հերթապահություն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը։ Շամշյան.com-ի փոխանցմամբ 3 մայիսի 27-ին հրդեհ է տեղի ունեցել Երևանում ժամը 11:10-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հազանգեստացվել, որ Ազատության պողոտայի շենքերից մեկի բնակարանում հրդեհ է բռնկվել եւ ներսում երեխա է եղել, ում տեղափոխել են հիվանդանոց։ Քիչ անց ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:20-ի սահմաններում Ազատության պողոտայի շենքերից մեկի բնակարանում ջերմային այրվածք, կոնտակտային այրվածք բոցով 1-2-3-4 աստիճանի ախտորոշմամբ այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժօգնության են տեղափոխել մինչև 1 տարեկան աղջիկ երեխայի առողջական վիճակը ծանր։ Տեղում պարզվել է, որ ժամը 10:45-ից մինչև 11:10 ընկած ժամանակահատվածում Ազատության պողոտան նշված շենքի բնակարանի ննջասենյակում անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել, որի ժամանակ ննջասենյակում է գտնվելիս եղել 5 ամսական ՍԿ-ն, որտեղից էլ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։